Տեսարան Գյումրիից, որը կարծում եմ, որ նույնպես էլի շատ բնորոշ է ստացվել, Գյումրիի փողոցներից մեկը վերականգնված կամ պատմական միջավայրին մաքսիմալ հարազատ փողոցներից մեկը, ահա պատկերել ենք եւ իհարկե Գյումրիի հայտնի ֆայտոնը չէր կարող տեղ չզբաղեցնել մեր անձնագրի մեջ եւ էլի պատկերը հնարավորինս նույնական է իրականության հետ, էլի նույն մեթոդն ենք օգտագործել, հիմնականում լուսանկար, որը հետագայում համակարգչային ծրագրերի միջոցով տրանսֆորմացվել եւ վերածվել այսպիսի պատկերի։ Հաջորդը Բաղաբերդ ամրոցը, որը գտնվում է Կապանում, Կապան խոշորացված համայնքում, Կապանի մերձակայքում, եւ որտեղ եւս կառավարության հատկացրած միջոցներով իրականացնում են պեղումներ եւ առաջիկայում նաեւ վերականգնման աշխատանքներ տեղի կունենան, էլի Սյունիքի մարզը նույնպես մենք փորձել ենք ցույց տալ հարահռչակման տրամաբանությամբ։ Այն տեղերը, որ բոլորս գիտենք, եւ մենք այստեղ փորձել ենք հնարավորինս այնտեղ, որտեղ կար այդպիսի տարբերակ, կարող ենք ներկայացնել, որովհետեւ դեպք կար, այսինքն ենթադրենք Սահմանադրական դատարանի շենքը բոլորս գիտենք, բայց այնուամենայնիվ ինքը պետականության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, չենք կարող այլ շենք դնել, բայց մարզերում որտեղ կար հնարավորություն այլ դիտանկյունից նայել, օգտվել ենք այդ հնարավորությունից եւ նաեւ Բաղաբերդ ամրոցը եւ մեզանում եւ ի վերջո սա միջազգային փաստաթուղթ է առաջին հերթին եւ Հայաստանի սահմաններից դուրս հանրահռչակելու տրամաբանությամբ։